Նա ծնվեց Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում։ Նրա մանկությունը սկսվեց աղքատության մեջ, բայց նրա հոգին լի էր արվեստով։ Նրան ասում էին՝ դու ձայն չունես, բայց հենց այդ անսովոր ձայնն էլ դարձավ Ֆրանսիայի սիրտը և ավելին՝ աշխարհի հոգին։ Ազնավուրը համարվում էր 20-րդ դարի ամենանշանավոր երգիչներից մեկը։ Նրա երգերը դարձան մարդկանց հիշողության մի մաս։ Նրա «Լա Բոհեմը» պատմեց մի սեր, որը ապրեց չքավորության մեջ, բայց փայլեց իսկապես։ Նա երգում էր, երբ սիրտն էր ցավում, երբ մարդիկ լսում էին, որովհետև դա իրենց ցավն էր նույնպես։ Բայց նա պարզապես երգիչ չէր։ 1988 թվականին երկրաշարժից հետո նա դարձավ Հայաստանի ձայնը։ Նա օգնեց, կառուցեց, պատմեց աշխարհին մեր մասին, դարձավ դեսպան, դարձավ ազգային հերոս։